Լրատվականի հարգելի հեռուստադիտողներ, այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք տնտեսվարողներ։ Հիմա կմոտենանք նրանց հասկանալու ինչ խնդիր է, ինչ պահանջով են այստեղ ներկայացել։ Եվ առաջի երամսյակից հետո կլինի, մարդիկ իրանց վրա կզգան, որ խապված են այդ 6 ամիս հետաձգել են։ Ում նամակ է, այսինքն Նիկոլ Փաշինյանի Բոլոր տեղերը նամակներ ունենք, սպասում ենք պատասխանների։ Պահանջը ձևավորել եք, ինչի պահանջը։ Այդ նամակի չի Այստեղ ձևակերպել ձեր պահանջը, ինչ եք պահանջում։ Մեր պահանջը, քանի որ օրենքը շատ խնդրի ձևի անցել այսինքն չի ուսումնասիրել խմբերին տարբեր մարդիկ 5000 մարդու ու այդտեղ ասենք ամենասուր առաջի հայացքից որ կարելի է բաժանվել որտեղ մարզեր ու Երևանի այս կարգի խանութներ մեր շոր, միր, քանի որ մի խոսքով որպես խմբերով ուսումնասիրություն չի արվել, օրենքի 10 մենք պահանջում ու այդ անձնությունները մենք էլ ենք կողմից պատրաստենք ոնց որ գան էկոնոմիկայի նախարարության հետ, այսինքն ոչ հարկային պետության հետ, բանը, այսինքն իրականությունը փոխվեց էկոնոմիկան կառավարում Էդգար Մխիթարյան, այն անգամ իր հետ ենք խոսացել, մի խոսքով որ բարեկը կանգնացել է չգիտեմ, ավելի իրական չէ։ Մի խոսքով օրենքը կասեցնելուց հետո ոնց որ նստենք այդ նայենք, ես համոզված եմ, ուղղակի համոզված եմ, իրանք եթե աշխատեին, այս օրենքը չէին այդ հարկերի վերաբերյալ, որ 100%-ով բարձրացնել մեր հարկերը, ասենք իրանք ոչ մի բան չեն կարող մեզ հիմնավորեն հարկերը բարձրացնելու համար, ժողովուրդն էլ այսօր այսքան են եկել, այսօր երկրի վիճակից ելնելով, ասենք առևտուրը ահավոր ձևի չկա, ասենք կարակ մտեք բոլոր տոնավաճառներով նայեք, մարդիկ օրվա գոնե մի 2 կտոր ապրանք ծախելու համար չեն կարող, որտեղ բոլորս հասկանում տուն պետք է փող տանենք, եթե փող չտանենք, եթե արդեն վատ է լինելու։ Այսօր այդ ամեն ինչը այտենց, երկրորդը, այսօր վեկալն ՀԴՄ սարքերն են բանանում, յանի հին սերունդի արդեն պետք է փոխվի, բայց մի 2 տարի առաջ են իրանք վերել մարդիկ առել են այդ ապարատները։ Այսօրվա դույսամ հենց այսօր վեկալ են կարել է այդ ապարատով, թե պոսով առևտուր անել, թե ամեն ձևով կարելի առևտուր անել, ինչն է դրա հանած է, որ այսօր մի ապարատը կարում է առևտուր անիմ, երկրորդը չի կարում անի։ Ասենք իրանցից մեկը երևի էլի պարտիա բերի ապարատների պետք է ռեալիզացնի, հետ նույն ձևով էլի ժողովուրդն է տուժում, էլի։ ՀԴՄ սարքերին սպասարկման վճարը բարձրել են էլի 100% հանգացրել են, ՀԴՄ սարքը անձամբ իմս փչացել էր, ակումուլյատորը փչացել էր, ես այսքան տարի սպասարկման գումարը վճարում եմ, վերջում գալի ասում եմ, բանի սպասարկման մեջ չի մտնում ակումուլյատորը։ Ինչ առևտրով եք զբաղվում։ Գնումի տոնավաճառում շինարարքի առևտուրները։ Նաև այս տարի այս տարի պետք է հայտարարագրվի ձեր բոլոր եկամուտները։ Ինչպես եք ընդունում այս որոշումը։ Կողմ եք։ Այսինքն իրանք խանութն ու շուկան դրել են մի հարթակի տակ, իրանք ուզում են հարկեն, դա շատ մեծ սխալ է, էլի, որտեղ խանութն ու շուկան ուր կամ շուկայում գոյություն ունի սեզոնային ապրանքներ, դե խանութներում էլ կա, բայց շուկաներում, դե շուկան ինքը փոքր բիզնես է, խանութը արդեն մի քիչ շուկայից բարձր դասի մեջ է, էլի, սեզոնային ապրանքներ կան, մենք որ խոսքի բերում ենք վաճառում, սեզոնը անցնում է, մենք ստիպված ենք լինում ինքնարժեքով վաճառել կամ ինքնարժեքից էժան վաճառել, որ գույնը գումարը հետ վերենք, մյուս սեզոնի հետ կապված ապրանքներ ձեռք վերենք։ Չենք հասկանում, էլի, թե ոնց պետք է կանենք, գույքագրումը ոնց անենք։ Ես տարիներով կուտակված ապրանքներ ունեմ, որ խոսքի այդ ապրանքները, այսինքն ժամանակի ընթացքում կամ նվեր ենք տալի, կամ ինչ-որ դեն ենք նետում, ասենք հիմա
տունը լիքը ապրանքներ ունեն, որ ոսկել վաճառքի բան չեն, փչանում են, բան տանում գցում ենք տունը, էլի։ Ես հիմա գույքագրեմ, լավ, գույքագրեցի այդ ապրանքը։ Ես հետո ոնց որ անիմաստ իրանց ին վրա կախված է մնալու այդ ապրանքը։ Ես այդ ապրանքը դենեմ նետում կամ ինչ որ մեկին նվեր եմ տալի, բայց ին վրա կախված է մնալու։ Դե այդ հարցերի տակից ոնց պետք է, ասենք, շուկան ու խանութը նույնը չի։ Տարբեր բաներ են, էլի իրենք նույն արտակոտ բոլորին արտում են։ Որն է։ Մեր պահանջը նույնիսկ նույնն է, ոնց որ միշտ, այսինքն այդ 5%-ը, որ սարքել են 10% ձերբերման թղթի հետ կապված եւ գույքագրման։ Այսինքն մենք դեմ ենք առաջին հերթին գույքագրման, երկրորդը ես չեմ հասկանում կառավարությունը այդ 6 ամիս ժամանակը որ տվել է օրենքը փոխում է դեպի վատը, մեր վրա դնում է այդ հարկային բեռը, հենց իրանց ասածով 10% պետք է վճարենք, հետո անհասկանալի ինչ-որ պետք է մենք Պեկին դիմում գրենք, իբր մեզ այդ 5%-ը պետք է վերադարձնի, բայց ես չեմ գտնում, որ դա տենց կլինի։ Ուղղակի մեր մի հատ նպատակներից մեկն է, որ ցույցերի բողոքների, որ ընդհանրապես գույքագրում չլինի, ամենակարևորը, շրջանառության հետ ալկոհոլ ոնց որ աշխատում ենք տենց մնա, այսինքն մեզ բիզնեսով աշխատողներին տան ազգներին տան ազատություն, զուտ ազատություն, որովհետև նայեք, սենց ասեմ, իրանք վեկալում են, հիմա մեզ ուզում են մեր ապրանքը գույքագրել, հիմա ես ոսկու շուկայում եմ, այսինքն վաղը օղակի մեջ եմ վերցնում մեզ, իմ մոտ մի հատ մատանի, որ ավելացավ, չպետք է նշեմ այդ ամեն ինչը, ես ավելի ազատ չեմ աշխատի, մեկ, երկրորդը հիմա դու պատկերացրեք, այսօր մեկը ուզենա ածը բացի, այսքան պայմաններով ու այսքան հարկերը, որ մեր վրա կա, դժվար ինչ-որ մեկը գա ուզենա բացի, զուտ այդ է մեր պահանջը, որ մենք աշխատենք։ Իսկ հավելյալ ինչ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Հավելյալ, որ այդ ապրանքները հին են, շատ տարիներով այդ մի ապրանքը մի մատային այսօր նույն րոպեին չի վաճառվում, որ այդ նույն դոկումենտը վերցրես, բերես, ասենք ապրանքը առևտրներ ահավոր վատ է, հետո էլ այս որ պահումները անում են տոկոսները, ոչ թե եկամուտից են պահում, այլ ապրանքի ոսկին մենք առնում ենք, սարքել ենք տալի կամ ինչա աշխատողը սարքում է, դու հարկ ես պահում, որ 5%-ը այն ժամանակ պահում էր համ ոսկուց, համ մեր եկամուտից։ Էդի մեծ թիվ է կազմում, որ մենք այդ թիվը որ ուզենանք չենք կարող վաճառել, գումարենք իրար, ուր մնաց մի հատ էլ հավելյալ մենք ընտանիք պահենք, կամ մեր ցավերը էդա թե չէ։ Իսկ բողոքի ակցիա եք իրականացնում, ձեր սպասելիքները ինչ ակնկալիքով եք բողոքի ակցիա իրականացնում։ Մենք ինչ որ սպասումով, ամենա ոնց է ժողովուրդն ասում, ամենավատ բանը էդի որ դիմացը միշտ անդունդա ու մտածում ես մի լավ բան կլինի, դա սպասելն էլ կախված է իրանցից է։ Մեկ բառեր եւ ես ավելացնեմ այդ բողոքի հետ կապված։ Հիմա նայեք, ես որևորդ անգամա մենք ցույցեր ենք անում, բողոքում ենք, անգամ հանդիպումներ ա եղել էկոնոմիկայի նախարարությունում, ազգային ժողով մենք գնացինք, հասանք, իտոգում պատասխանը մեզ ոնց որ ասեցին 0։ Ինչ են ասել, ինչպես են արձագանքել։ Դե ոչ մի իրանց ասելով շրջարկը վերանալու է ընդհանրապես, մենք պետք է մտնենք NDS-ի տակ աշխատենք, այսինքն բարդացնում են, ավելի ծանրացնում են։ Ես չեմ հիշում, որ մի նախարարությունում էր զրույցը սկսելուց առաջ ասեցին ժողովուրդ ջան, խնդրում եմ քննարկություն գնալու ամենակ այս հարցերով չքաղաքականացնեք, բայց հիմա ասես մի հատ հարց տամ, 1, 2, 3 մենք sense բողոքում ենք, վաղ եթե կառավարության անդամը մեզի չի լսում, մեզի ընդառաջ չի գալի, այսօր որոնք մեզից դուրս եկած մարդիկ են, վաղը մենք դուրս ենք գալու իրանց դեմ։ Իրան մի հատ ուտած լավ մտածեն առաջին հերթին ինչ քայլ են անում, երկրորդը 10 հոգի մարդ որոշեց որ տենց պետք է լինի, մենք էլ միլիոնով ասում ենք տենց չպետք է լինի։ Այսօր ուղղակի գիտեք ինչ է, ժողովուրդը ուղղակի սպասում է, այն ձեր ասած ինչ եք սպասում են որ 5% կմնա կամ էլ այդ հարկերը քիչացնեն այդ հարկային բեռը, բայց վաղը հեսա տեսեք ստեղ այս 10 հոգի կամ էլ 300 հոգու փոխային ավելի շատ են հավաքելու, այնպես որ թող իրանք մտածեն, մենք այդպես մտածելու չունենք։ Իսկ ըստ ձեզ ինչ
ինչու է այս հարկային տերորը ինչ նպատակ ունի։ Ճիշտն ասած, Մեր համար լրիվ անհասկանալի է, որովհետև մենք դեմ չենք, հենց գլխած սկզբից էլ ասել ենք, մենք դեմ չենք հարկ վճարելու, բայց ոչ այս պայմաններով։ Հիմա դուք պատկերացրեք, եթե մեզի ձեռ տար, մենք դուրս չենք գալի, թող մեզի ազատ այդ օղակը տան, կամ հաստատագրված վճար լինի, կամ 1%-ի տակ աշխատենք, մենք էլի մեր լուծում ենք, որովհետև այսօր եթե ես ձեզ ասեմ, ինչքան մենք հարկեր ենք վճարում, ՀԴՄ-ից բռնասած, մեկ էլ ամենակարևորը իհարկե ես կուզենայի էդ էլ առաջնաբերեի, այսօրվա դրությամբ մենք որ քարտով առևտուր են անում, բանկը մեզնից 1-ից մինչև 2.5% պահում է, այսինքն պետությունից ավելի շատ փող մենք այսօր տալիս ենք բանկին, լետի իր հերթին էլի, դրա համար մենք որ սովորական մուծումների համար էլի բանկը փող աբեկալը, որ մենք բանկին ենք մուծում, որ ասենք բան ունի, այդ մուծումները բանկեր են փողերը բեկալում, հետո ոսկին էլ նես չի, ոսկին տի առանձնացնեն բոլոր բաներից, ոսկու գինը տատանումը շատ մեծ է, ժողովուրդը մտնում է, ոսկու գինես ասում, իսկ 1% էլ ավել չես ասում, 1% էլ շատ է երևի, էլի չի անում, ասում է թանկ է, հետո, ասած որ իրանց ասելով աշխատենք, մենք պետք է նստենք, նայենք մեր ունեցվածքին ու կամ են հալենք, մի բան անենք։ Ջան, գնունի տոնավաճառություն, ու հիմա եկել են էլի նույն մեր օրեն մարդիկ։ Մեր հիմնական բանը այս օրենքը կասեցնելն է, այս թղթաբանությունը վերացնելը, ու այս նոր են մտցել ապրիլի 1-ով կասվի։ Նոր ՀԴՄ-ներ են ուզում մեր վրա վաճառեն ու փողն նաղդով են ուզում։ Ինչ խնդիրների առաջ եք կանգնում այդ որոշմամբ։ Այդ որոշումը կանգնել ենք արդեն ածեն փակելու առաջ են կանգնել, էլի, եթե չկարողացանք աշխատենք, պլյուս եկա մի հատ էլ ակտ գրեցին, ասենք, այդ թղթաբանություն կա։ Ես իրանց ասեցի, եկեք, տեսեք, մի հատ եկեք ուսումնասիրեք այս շուկան, մեր շուկան յուրահատուկ շուկա է, էլի։ Ասենք կա նոր ապրանքներ վաճառում են, քիչ են։ Ու մեծամասնությունը օգտագործած ապրանք, հենց դրա վրա է հիմնվել այդ շուկան, օգտագործած սովետական 70-ական, 60-ական թվերի ապրանքը ինչ ճուղ, որտեղից։ Չի կարա ոչ ոքի բերել։ Դոնե դրանց վրից վերացրեք հետո։ Պետք է դրա համար գան, եկել են, նկարել են։ Մարդը չէ, օգտագործած ապրանքից չի կարող թողալ։ Իր համար գործա դրել ստեցել, ոնց որ ասում են փագի դու պետք չես։ Այս պետությանը։ Իսկ առևտուր լինում է, առևտուր անում է հաջող։ Հունվարից ես հաշվել եմ, արդեն հունվարի մինուսը գնացել, ոնց որ հələ մի բանը թոշակս եմ բերում, բան ես դնում եմ որ։ Այս փետրվարն նույնն է, չի լավացել։ Այս երկրը ոնց է, մի հատ նոր տարի են անում այս ազգը, մինչև խել չեն գալիս, տարի պրծավ, շատ չկա էլի։ Ժողովրդի վիճակը վատը, այս օրենք որ մտցեց ավելի է վատանալու։ Այն ովքեր հարստացեն, դրանք էլ են հարստանալ, իսկ այս մանր միջին բիզնեսը վատանալի է վիճակները։ Իսկ ինչ նպատակով են, այ տեսեք, մանր փոքր տնտեսվարողների հարված է, չէ՞ փաստորեն սա։ Ինչ նպատակով է արվում։ Բոլոր ամբողջ աշխարհում մանր նոր ասում մարդը բիզնես դնել, իրան արտոնություններ են տալիս։ Ասենք գոնե մի տարի, դաժե լսել եմ Վրաստանում էլ հարևան երկրում։ Մի տարի ասում են հարկել մի մուծի, մի քիչ ոտի կանգնի։ Բան է զգում են այս մարդը արդեն ի վիճակի է, իր բիզնեսը արդեն կայուն է։ Նոր չեն հարկերը վեկեստի բանը, ասում են այդ բանի մանր միջինի վճարած հարկերը 2%-ն է բյուջեի, շատ չնչին է։ Բայց ես այս օրենքը որ մտցնում ես արդեն կասկածում, նշանակում է հույսները մենակ մանրի միջինի վրա են դրել, բայց գոնե այնքան ճիշտ օրենք ընդունել, բայց մանրի միջին չստկեն, էլ չփակվեն։ Այս ժողովուրդը տենց էլ աշխատատեղ չկա, մենակ սա առևտուր է այս երկրում։ Այսօր նաև շատ է օնլայն առևտուրը, ձեզ վրա ինչպես է անդրադառնում։ Դե օնլայն իմ ապրանքն են ցա որ օնլայն առևտուրը դեռ չէ։ Օնլայն հիմնականում այն մարդկանց, ասենք որ ստանդարտ Չինաստանից են ապրանք բերում եւ այլ, ասենք մարդը բերում է բանանում, բայց տենում է Viber-ը բան ավելի էժան է այդ ապրանքը։ Արդեն մրցունակ չի էլի դառնում այդ իր առևտուրը։ Իմս մի քիչ ուրիշ ապրանքներ, ասենք սովետականին մի քիչ հասկանում են, վեկարում վերանորոգում են, բանը վերավաճառում են, դրանից էլ ենք 5%-ը զորով հարկեր տալիս, հիմա սարքել 10%, շատ դժվար ալնում են։ Հիմա բողոքի ակցիա եք իրականացնում եւ սա առաջինը չէ, ինչպես են արձագանքում կառավարությունից, նամակ ուղարկել եք, նամակի պատասխան եղել է։ Գնացինք աշխատակազմի ընդունեց մեզ առաջի անգամ։
Ուրեմն գալիս է հետը մեկը չի ասում մենք իրավասու չենք այս բանը։ Գալիս է ֆինանսների փոխնախարարը նույն բան։ Ասում է այս օրենք մենք գնում ենք ազգային ժողովում հանդիպում են։ Այդ դրա հեղինակներից մեկն են Բաբկեն Թունյանը։ Նույն բանը են ասում մենք եկեք իրար հետ խոսանք, բան անենք, բայց այս օրենքը չեն կարող կասեցնենք։ Սա սլակները գնում եմ իոնք Նիկոլ Փաշինյան, միայն Նիկոլ Փաշինյանը կար։ Հիմա ստեղ մի ամիտ մարդիկան ասում է ֆինանսների նախարարը, այս վերջի անգամ հանդիպեցին, ասում է եկեք ձեզ ծրագիր ասեմ, մի ժամ վարկեր տան։ Այդ մարդիկ այդ վարկը վեկալսին պիտի կարողանան տակից դուրս գնալ։ Ասում է այդ մի անգամ խոսած ասամ մտցնենք մի քանի ամիս թոմանա տենանք ինչ ազդեցություն ունի այդ օրենքը։ Նոր կերևա։ Ինչ ասեմ, մտցնես մարդիկ ածեները փագեն, նոր հետ կանչես այդ օրենքը։ Հեղինակը ինքն է ինչ ասում եմ, հույս ունեմ Նիկոլ Փաշինյանը կլսի մեզ մեր պայմանների ընդառաջ։ Ես էլ եմ ասում, ես մեր որտեղ որ ես աշխատում եմ, շատ յուրահատուկ շուկա է։ 90% օգտագործած ապրանքը։ Դրանց հետաբանություն մտցնում որ հարկայինի հետ մարդուն այդ խեղճ մարդուն խեղդի, մի հատ ակ գրեց այդ մարդը փակել է։ Հայք Նյուս լրատվականի հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մենք գտնվում ենք կառավարության շենքի մոտ, այստեղ մի շարք տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ասա բազարկի գոտի չունեք, բայց կարամ ուրիշ շալվարի գոտի նվիրեմ ունեք։ Ասա չէ, ես նվեր չեմ ուզում, իրաց անբարական։ Ես չեմ բաժարում, ասելա, տվելա գոտի, իր ուրիշ շալվարի հանելա տվելա, 1000 գրամը տվելա, գնացելա, շալվարը խպելա կասակ։ Այդ 1000 գրամի համար եկել են մոբան են, նայքի դև են անում, դև տիամ բար են, բարկում Բա ես ինչ գիտեմ, դու նորմալ մարդ ես նվիրել եմ, թե նորմալ մարդ չես։ Չէ, օրինակ եմ ասում, ես քեզ համարել եմ հայ ազգի ներկայացուցիչ։ Ինձ պետք չի, լավ են մեկներ չի տանում, նվիրել եմ քեզ։ Նվիրել են թորը գալիս է, ես նա բլուսկայել եմ նվիրում, ես էլ եմ նվիրում։ Դու, հա, ինչ գրևեսի ես եմ հակենի, ես եմ հակենի։ Եթե նախապի, լեկին կնես կկանչի գողանալ կտել։ Բայ եմ ասում, ամեն ինչը գողակի պատերազմ են հայտարարել մեր հայ ժողովրդի դեմ, բոլոր բնակավարին։ Մենակ մեր բնակավարից, բոլոր ատամնաբուժներ, դեղագործները, ծաղիկները, անասունները, սա բան արել, մարդը մի հատ փով ապահում սարերն է ուղարկում, որ բերի մորթի հարմանի, չէ, պետքա ճիպավորես մորթելուց 60,000 պատերազմը հայտարարել։ Պատերազմը հայտարարել ամբողջ հայ ազգի դեմ։ Ինքան թանուր արմամբ ուզում է մեր հայ ժողովրդի սանք լուծը բան անի, հայաթափ անի, դատարկի Հայաստանը, որ էդ էլ ծախի, սա Լևոնի գծածն է, չէ որ կսենք, էդ ում համար պարշի, որ իրականիկը Լևոնի կենու աղջիկն է, հա իրանց գծով պետք է շարունակի, թե չէ, բոլորի համար է պարս։ Լավ ոնց կարելի է այն մարդը, որ քեզ փոսից, ես ուղղակի իմ ուղեղում չի տեղավորվում, որ բռնում ես մեկին ցեխից հանում ես, դնում ես խալու վրա, ասում ես վայ էլի, ու ասում ես սպասի քո գլխին այնքան բամպեմ, որ դու հասկանաս ինձ պետք է ցեխից չհանեիր։ Հա Տվեցին հիմա քիչ է։ Ամենամեծ մեծ սխալը հերել էր ասում, ավելի խելացի մարդ չկա բերեք դրեք։ Հիմա ինք եկավ, կշտացավ։ Իրանց մոտ ամեն ինչ օքեյ է, հիմա պետք է անեն, որ մեր ժողովուրդը սննկանա թողի չեն։